Բարելույս բոլորին, այսօր հուլիսի 2-ն ենք եւ մեր առաջի վիդեոն վճարովի դասընթացի եւ գրուպայի արդեն սարքել եմ, կարող եք տեսնել, որ 22 րոպե համարյա մենք խոսում ենք Bitcoin-ի, Solana-ի, Ethereum-ի մասին, որտեղ կարելի է գործարքի մտնել մանրամասն զրուցում եմ արդեն իսկ պրոֆեսիոնալ կուրսի հիման վրա, մակարդակները խի էստեղ, խի ընտեղ, ուրեմն stop hunting-ները ոնց է տեղի ունենում եւ այլն, եկեք շատ կարճ ցույց տամ, որ եթե ձեզ նույնպես հետաքրքրում է, տեսեք մակարդակներ կան, վերև ներքև Bitcoin-ի թեխի են կարծում այստեղ կլինի, որտեղ է գնացել, ինչի համար է, մի խոսքով շատ հետաքրքիր մոտեցում է, բացատրում եմ շուկան ոնց է լինելու, խի է լինելու, Ethereum-ն էլ նույնպես, Solana-ն էս պահի դրությամբ եւ այլն, ու եթե դեռ մտածում եք միանաք թե չէ, կարող եմ ասել, որ արդեն սկսել եմ ու շատ հետաքրքիր, ուրեմն շուկայական վիճակներ ունենք, թե նույնիսկ Cardano-ից խի պետքա հեռու մնալ այս պահին ու մի խոսքով լիքը հետաքրքիր բաներ, ամենայն դեպս եկեք մենք սկսենք մեր վերլուծությունը շուկայի, հասկանանք ինչա սպասվում։ Տեսեք, ուրեմն ինչ ունենք, հա, ունենք շաբաթական գրաֆիկա, որ դեպի վերև է փակել, սա դեպի ներքև է իջնում, ըստ տրամաբանության, ինչպես նաև դուք գիտեք, որ ինչա սպասվում։ Եկել ենք ստեղ stop hunting-ները այստեղ տեղի ունեցել, վերև ներքև մաքրել է, հնարավորինը շուկան, հիմա շուկան պատրաստվում է դեպի վերև բարձրանա, բայց մինչև վերև բարձրանալը պետք է մի հատ նորից վերատեստավորի, ուրեմն դեպի ներքևի մակարդակները, ու ստեղ ինչ-որ զոնաներ կան, որ կարծում եմ այս զոնան, ինչպես նաև այս զոնան պետքա որ պահի, այսինքն վաճառող ուժ պետքա լինի, որից հետո արդեն ինքը ներքև իջնի մի հատ տեստավորի նորից այս մակարդակները ու արդեն շարունակի դեպի վերև։ Թե որ մակարդակներն է լինելու, քիչ չեմ կարող հստակ ասել, ամենայն դեպս ավելի մանրամասն մեր վճարովի խմբում խոսում եմ, թե ոնց կարելի անել, ոնց ուշադիր լինենք, որ հանկարծ կորուստով դուրս չգանք ու ինչի պետքա սպասենք։ Այս պահի դրությամբ սա է, ես տեսնում եմ, որ կարա բարձրանա ընկնի նորից հետո արդեն շարունակի բարձրանալ, նույն տրամաբանությամբ կարող եմ ասել հետևյալը, որ Ethereum-ը նույնպես ինքը կարա բարձրանա, նույն Bitcoin-ի լոգիկան է, եկեք մի հատ այստեղ մաքրենք drawing-ները։ Այստեղ նույնպես stop hunting են տեղի ունեցել, այսինքն մաքրել է շուկան, որից հետո միանգամից բարձրացել է վերև, սպասում ենք, որ կարա եւ իջնի մի քիչ ներքև, նոր արդեն շարունակի վերև բարձրանալը Ethereum-ը, համենայն դեպս այն ինչը որ ես տեսնում եմ բավականին դեպի վերև, այսինքն շուկան ոչինչ չկա, որ հուշի դեպի ներքև ընկնող, սկսած հենց շաբաթական մոմերից։ Ստե մի հատ նրբություն կա, որ Իսրայել, Իրան նույնպես էլի ոնց որ թե տաքանում է որոշակի բաներ ու այդ տաքանալը կարա մի քիչ ազդի, ուրեմն շուկայի, ուրեմն դեպի ներքև իջնելուն, բայց քանի դեռ ռեալ ոչինչ չկա, ամեն ինչ դեպի վերև է հուշում, նույնիսկ հուշում է վերև այն լոգիկան, որ Թրամփը ուզում է Ֆեդերալնի ռեզերվի դիրեկտորին պարզապես գործից դուրս հանի, իր մարդուն դնի, որ ոնց ասի, ոնց ուզի Թրամփը, տենց է լինելու է։ Իսկ Թրամփը ինչ է ուզում, վերաֆինանսավորման այդ տոկոսադրույքը որ կա, 4.5% իջացնի արդեն 1%։ Մի քիչ աննորմալ լոգիկա է դա, բայց իջացնել դեպի 1%-ը մի բան է, իջացնել կամաց ուրիշ բան է, այսինքն թեկուզ 0.5%-ով կամ 1%-ով ինքը արդեն իսկ իջնի, շուկան պարզապես բարձրանալու է ուղղակի մենք էլ չենք պատկերացնում ինչ կան 250,000 էինք մենք խոսում Bitcoin-ը, բայց եթե 2%-ով էլ իջացնի, Թրամփն է, ոչ մեկս չգիտենք։ Կարա նույնիսկ ավելի շատ մեծ բարձունքների Bitcoin-ը հասնի, հետևաբար մնացած կրիպտոներն էլ հետևից տանի դեպի վերև։ Այսօրվա մեր ուրեմն վերլուծությունը, մեր տրամաբանությունը հետևյալն է, նույնիսկ եթե տեսնում ենք այստեղ
մենք ունենք բավականին մեծ ճնշում, եկել է 1, 2, 3 անգամ կպել է, ընկել է բավականին ներքև, ինքը բարձրանալու է, այո, բարձրանալու է։ Երբ է բարձրանալու Ethereum-ը, բարձրանալու է մոտավորապես, երբ որ Bitcoin-ը մի հատ վերատեստավորի իր մակարդակները, սաղ շուկան մաքրի, նոր շարունակի դեպի վերև բարձրանալ, մենք համենայն դեպս այսօր ունենք ADP Non-Farm Employment Change, դա հուշում է, որ տեսեք 37,000 է եղել նախորդ ամիս, սպասում է 99,000, այսինքն ինչքան բարձր լինի սա, այնքան դրական է լինելու։ Հիմա տեսեք, եթե 99,000-ից ցածր եղավ, բացասական է դիտարկվում, բայց իր տրամաբանությունն է, որ 37,000 էր նախորդում, սպասում է 100,000, միշտ սպասվածի տարբերությունն է լինում, բայց իմ կարծիքով այն է, որ մինչև այս պահին, այսինքն 4:15 այսօրվա Հայաստանի ժամով, շուկան բավականին տենց դեպի վերև է լինելու, երբ որ նույնիսկ դրական եղավ, պարտադիր կարծում եմ մի հատ ընկնելու է դեպի ներքև շուկան, որ այդ բոլորը ովքեր լավ է լուրը, եկեք առնենք Bitcoin, եկեք կրիպտո առնենք, իրանց մի հատ մաքրի շուկայից, որից հետո նոր հանգիստ խշտով smart money-ն իր արդեն դիրքավորումը անի դեպի վերև։ Այսքանը ժողովուրդ ջան, ուշադիր եղեք, զգույշ եղեք, կապի մեջ, ձեզ լավ օր, հաջողություն։